the goodness of God, nothing like the goodness of Աստծո God. բարությանը նման ոչ մի բան Do չկա։ not ever doubt the goodness of God. Երբեք մի կասկածեք Աստծո բարությանը։ Do not ever doubt it. Երբևէ մի կասկածեք։ Every good and perfect gift comes from the Father. Ամեն բարի եւ կատարյալ պարգև գալիս է He հորից։ loves you, Նա սիրում է ձեզ։ and He has a great plan for you. Եվ նա հրաշալի ծրագիր ունի It ձեզ was համար։ so wonderful to be with the school here. I also want to mention my dear friend Albert Ramirez. Ուզում եմ նշել he նաև will իմ լավ greet you later today, ընկերոջը but just Ալբերտ wanted to Ռամիրեսին recognize him. այսօր օրվա հաջորդ կեսին ձեզ կողջունի։ Nina wasn't able to be here, but I'm so glad that didn't have to come alone. Նինան չկարողացավ ինձ ընկերակցել, բայց ուրախ եմ, որ ես միայնակ չճամփորդեցի այստեղ։ In Romans chapter 13, Հռոմեացիս 13-րդ գլխում, verse 11, 11-րդ we read, խոսքում, and that knowing the time that now it is high time to awake out of sleep. For now is our salvation nearer than when we first believed. Հռոմեացիս 13-11 Ժամանակի հետ կապված սա էլ իմացեք, արդեն քնից զարթնելու ժամանակն է, որովհետև այժմ փրկությունը մեզ ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացինք։ We are closer and closer to the return of our Lord and Savior Jesus Մենք Christ. գնալով ավելի մոտենում ենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուսի վերադարձին։ And so Paul says to the Romans in verse 14, Եվ 14-րդ խոսքում Պողոսը ասում է. put on the Lord Jesus Christ Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով and make no provision for the flesh to fulfill the lust thereof. ու մարմնի մասին մի հոգացեք նրա ցանկությունը բավարարելու համար։ Our time on earth is short. Մեր ժամանակը երկրի վրա կարճ է։ When you are 1 year old, 1 year is your whole life. Երբ որ դու 1 տարեկան ես, այդ 1 տարեկանն է քո ամբողջ When you're կյանքը։ 2 years old, 1 year is half of your life. Երբ որ 2 տարեկան ես, 1 տարին քո ամբողջ կյանքի կեսն է։ But when you're 50 years old, it's only 1/50 of your life. Երբ որ դու 50 տարեկան ես, դա քո կյանքի 50%-ն է No wonder ընդամենը։ time seems to just move quicker and quicker. Ժամանակը գնալով ավելի ու ավելի արագ է And ընթանում։ before you know it, you look back. Եվ դեռ չես էլ հասցնում, ետ ես նայում, Where did those days go? Where did ու those ասում years ես, այս go? տարիները ուր անցան, And օրերը ինչպես անցան։ You may have acquired wealth. Եվ հնարավոր է, որ դու ունեցվածք You may ունենաս, have acquired fame. հնարավոր է հրճակ ունենաս, But the only thing that will count at the end բայց վերջում ինչը նշանակություն կունենա։ is what you deposited in the bank of heaven. Թե դու երկնքի բանկում ինչ ներդրում ունես։ You cannot take your house to heaven. Դու չես կարող քո տունը տեղափոխել You երկինք, cannot take your car to heaven. չես կարող քո մեքենան տեղափոխել But there երկինք, will be a great reward բայց մեծ փոխհատուցում to վարձ կա։ those who bring souls into the kingdom of Նրանց God. համար, ովքեր հոգիներ կշահեն երկնքի արքայության համար։ So when I begin to speak about the end days, Ու երբ որ ես խոսում եմ վերջին օրերի I am մասին, not here to frighten you. ես չեմ եկել ձեզ վախեցնելու։ Yes, we are getting closer to the return of Jesus Այո, Christ. մենք մոտենում ենք Հիսուս Քրիստոսի վերադարձին։ We see the signs around us. Մենք մեր շուրջը նշանները տեսնում ենք։ We see the moral decay in the world. Մենք տեսնում ենք բարոյականության անկումը We աշխարհում։ see what Jesus had predicted in Matthew 24:37. Մենք տեսնում ենք Հիսուսը այն, ինչ կանխատեսել էր Մատթեոս 24:36-ում։ When he said, as in the days of Noah, so also shall the coming of the Son of Man be. Երբ որ ասում է ինչպես որ Նոյի օրերում էր, այդպես էլ կլինի մարդու որդու վերադարձը։ Apathy, lawlessness, moral decay, Բարոյականության անկում կլինի, անառակություն կլինի։ worldwide unrest, Ամբողջ աշխարհը խառնաշփոթի մեջ կլինի։ nation coming against nation. Ազգ ազգի դեմ դուրս կգա։ We worked in Ukraine and Russia for over 30 years. Մենք
30 տարուց ավելի է Ուկրաինայում ծառայություն ենք And our անցկացնում։ hearts are broken for the suffering that people are going through Եվ today. մեր սրտերը կոտրվում են մարդկանց տառապանքի համար, որով անցնում են այսօր։ Nina and I and Brother Albert, we were just in Ukraine a few weeks ago. Նինան, ես եւ եղբայր Ալբերտը մի քանի շաբաթ առաջ Ուկրաինայում էինք։ And we were there to encourage pastors Եվ այնտեղ էինք, որ քաջալերենք who are հովիվներին, working in the frontline cities. ովքեր որ առաջնագծի քաղաքներում I told ծառայություն them են we're անում։ going to Armenia. They said, greet our brothers in Armenia. Մենք ասեցինք, որ գնալու ենք Հայաստան, ողջուններ փոխանցեցին։ But we came to encourage them. They encouraged us. Մենք էինք գնացել իրենց քաջալերելու, բայց իրենք մեզ Sharing քաջալերեցին։ testimonies of God's grace and mercy. Աստծո ողորմության եւ մեծության մասին վկայություններ Every պատմելով։ one of those pastors could have fled. Այդ յուրաքանչյուր հովիվներից ամեն մեկը կարող էր փախնել, But no, they stayed there with the flock. բայց իրենք մնացին այդտեղ հոտի հետ։ Those are heroes in my book. Իմ տեսողությամբ նրանք հերոսներ են։ And they said, I would not change what I'm doing for anything. Ասեցին մենք չենք փոխի այն ինչ հիմա անում ենք ցանկացած I որևէ know բանի God հետ։ placed me here. Մենք գիտենք որ Աստված է մեզ And այստեղ I've դրել։ never seen so many souls coming to Jesus. Եվ նախկինում չենք տեսել այսքան հոգիներ Հիսուսին դառնալիս։ Our churches are full. Մեր եկեղեցիները We are լեփլեցուն են։ planting new churches. Մենք հիմնադրում ենք նոր եկեղեցիներ։ You know, sometimes it's in the midst of tragedy, Գիտեք, երբեմն հենց ողբերգության մեջ է, in the midst of difficulties, դժվարությունների մեջ, that God has the opportunity to move in a powerful way. որ Աստված հնարավորություն է ունենում զորությամբ շարժվելու։ Because it seems that people are asleep until something happens. Որովհետև թվում է մարդիկ անհանգստության մեջ են մտնում մինչև փոփոխություն տեսնեն։ We do quite a bit of work in the nation of Cuba, Մենք Կուբայի ազգի մեջ էլ still ծառայություն a ենք անում։ communist nation. Այն դեռևս կոմունիստական երկիր է, But the pastors are not stopping. բայց հովիվները կանգ չեն առնում։ They continue to preach the gospel. Նրանք շարունակում են ավետարանը And they քարոզել։ continue to evangelize, and more people are coming to Շարունակում են Jesus. ավետարանել եւ ավելի մարդիկ են Հիսուսին դառնում։ One of the signs of the end times is that there would be an increase of knowledge, according to Daniel chapter 12, verse 4. Դանիել 12-ի 4-ի համաձայն վերջին օրերի նշաններից է, որ գիտությունը կավելանա։ We have seen an explosion of knowledge. Մենք տեսնում ենք գիտության պայթյուն այս օրերին, Today we carry in our hands որն այսօր մեր ձեռքերի մեջ է։ an instrument that is a camera, is a telephone, is a computer. Մի մեխանիզմ, որը հեռախոսն է, որը համակարգիչն է, That is much more powerful than the computer that got the first man to the moon. եւ ավելի զորավոր է, քան այն սարքը, որը որ մարդուն հասցրեց լուսին։ Yet I believe that all truth is parallel. Եվ ես կարծում եմ, որ ցանկացած ճշմարտություն ունի իր մյուս And կողմներ։ what happens in the natural world, also there's a parallel in the spiritual world. Այն ինչ որ ֆիզիկական աշխարհում տեղի է ունենում, ունի նաև իր տեսքը հոգևոր աշխարհի And the մեջ։ word that God gave me for you today Եվ այն խոսքը, որ Աստված ինձ տվել է այսօր ձեզ համար, is acceleration. դա գերազանցություն, Acceleration. գերազանցություն։ We're going to see an acceleration of the move of God. Մենք տեսնելու ենք Աստծո շարժի գերազանցությունը։ We are going to see an acceleration of evangelism. Տեսնելու ենք ավետարանչության մեջ New գերազանցություն։ frontiers will be open. Նոր դռներ են Are բացվելու։ we ready to conquer those nations for Jesus Արդյոք մենք Christ? պատրաստ ենք նվաճելու այդ ազգերին հանուն Or Քրիստոսի։ are we asleep waiting for something to Թե shake մենք us? քնած ենք եւ սպասում ենք ինչ որ բան կցնցի մեզ։ I remember calling a pastor
pastor in Argentina years ago. Հիշում եմ մի քանի տարի առաջ Արգենտինայից մի հովվի And զանգեցի։ when he picked up the telephone, the first words out of his mouth were, "Thank God for problems." I said, "What?" Եվ նրա խոսքերը առաջին որ լսեցի սա էր փառք Աստծուն դժվարությունների համար, ասում եմ, They ինչ had just had a war with the United Kingdom over the Malvinas or Falkland Islands. նրանք նոր պատերազմ էին ունեցել Միացյալ Թագավորությունների հետ կղզիախմբի հետ կապված։ Argentina, I lived there. Argentina was a very proud nation. Արգենտինայում ես ապրել եմ, նրանք շատ հպարտ ազգ են, But that pride was broken. բայց այդ հպարտությունը The people were կոտրվեց, broken. մարդիկ կոտրված And էին։ yes, I had evangelistic campaigns before that. Եվ մինչև դա էլ ես այնտեղ ավետարանչական արշավներ ունեցել էի, But what happened after that war? բայց այդ պատերազմից հետո ինչ որ Oh, there were եղավ։ some young men on the front lines. Երիտասարդներ, ովքեր որ They առաջնագծում had one foot կռվում in the էին, church and one foot in the world. նրանց մի ոտքը որ աշխարհի մեջ էր, մի ոտքը եկեղեցու մեջ, But when bullets started whistling by their head, բայց երբ որ սկսեց they հրացանները started to կրակել, repent. իրենք սկսեցին They ապաշխարել։ started to surrender their lives to Իրենք Jesus. իրենց կյանքը հանձնեցին Becoming Հիսուսին։ evangelists right there on the front. Ավետարանիչներ դարձան հենց այդտեղ առաջնագծի մեջ։ Revival started all over the nation. Արթնությունը սկսվեց տարածվել ամբողջ իրենց երկրով։ God raised up people like Carlos Anacondia to have huge, massive evangelistic campaigns. Կարլոս Անակոնդի անունով մեկը բարձրացավ, որ մեծ ավետարանչական արշավ էր երկրում անում։ But let us not wait for a war. Let us not wait for a problem. Բայց եկեք չսպասենք պատերազմին, չսպասենք խնդրին։ Let's work now. Եկեք հիմա While գործենք։ it is day. Երբ որ ցերեկ While we է, have freedom. երբ որ ազատություն I ունենք։ don't think you ever had this much freedom in Armenia Չեմ կարծում Հայաստանում դուք այս չափի ազատություն ունեցել եք, as you have today. ինչ որ այսօր ունեք։ So you need to thank God for that. Եվ դուք պետք է Աստծուն շնորհակալ լինեք դրա And համար։ don't just fold your hands and enjoy that. Եվ ոչ թե ձեռքերը ծալած նստենք եւ վայելենք սա, But utilize this opportunity այլ օգտագործենք այս to հնարավորությունը spread the gospel of ավետարանը Jesus տարածելու Christ Հիսուս Քրիստոսի ավետարանը, as you are doing. ինչը որ դուք արդեն անում եք։ So I believe there's going to be great acceleration. Եվ ես հավատում եմ մեծ գերազանցություն է լինելու։ We have been praying for years for revival in America. Մենք տարիներ աղոթել ենք արթնության համար In Ամերիկայում։ fact, I have a program, a podcast, this Prayer for America in the Nations. Եվ ես մի հաղորդում ունեմ ուղիղ եթերով հեռարձակվում է աղոթք Ամերիկայի համար։ We have been praying for revival. Մենք աղոթում ենք արթնության համար։ And sometimes we think it's going to come this way or that Ու way. երբեմն մտածում ենք, ահա այսպես կգա արթնությունը, Maybe through այնպես some կգա։ preacher. Միգուցե ինչ որ քարոզչի միջոցով, But we are seeing revival beginning in America. բայց մենք տեսնում ենք արթնությունը սկսում է After the Ամերիկայում։ death of someone by the name of Charlie Kirk, I think you've heard about Չարլի this. Քրքի նահատակությունից հետո կարծում եմ դուք լսել եք նրա Suddenly, մասին։ young people were asking, why was this man assassinated? Հանկարծ երիտասարդները սկսեցին հետաքրքրվել, ինչու What did he նահատակվեց, believe? ինչու էր What did he հավատում, preach? ինչ էր քարոզում։ And they're looking for Bibles. Եվ սկսեցին Աստվածաշունչ փնտրել։ There has been an over 40% increase in Bible purchases and downloads. Եվ 40%-ով ավելացավ Աստվածաշնչի ուսումնասիրությունը եւ հեռախոսներով դրա փնտրումը։ And revival is starting not just in Christian universities, but in secular ones. Եվ արթնությունը սկսում է ոչ միայն քրիստոնեական համայնքներում, այլ նաեւ աշխարհիկ համայնքներում։ God is moving. God is answering prayer. Աստված շարժվում է, Աստված պատասխանում է աղոթքներին։ Sometimes the answer comes in a different form. Երբեմն պատասխանը այլ տեսքով է մեզ հասնում։ The Jewish people were praying for the Messiah. Հրեա ժողովուրդը աղոթում էր Մեսիայի
համար։ The Messiah came, but they did not recognize him. Մեսիան եկավ, բայց նրան չճանաչեցին, Because he did not look the way they expected. որովհետև այն տեսքը չուներ, ինչ նրանք էին ակնկալում։ Armenia, do not miss the time of your visitation. Հայաստան բաց մի թող քո այցելության ժամանակը։ This church is a witness of that Եվ այս visitation. եկեղեցին դրա ապացույցն է, վկան է։ I remember when Pastor Cotton was starting the church in Ես Hovtashen. հիշում եմ, երբ Հովիվ Կարենը Հովտաշենում դեռ սկսում էր I եկեղեցին։ remember how it was not easy. Ես հիշում եմ, որքան հեշտ չէր, But look where you are today. բայց նայիր, թե այսօր ուր եք հասել։ Having meetings in 80 places throughout. Ժողովներ եք ունենում Armenia. Հայաստանով մեկ 80 տարբեր վայրերում, Working in Georgia now. Վրաստանում ունեք It's not going ծառայություն։ to stop there. Եվ դա այդտեղ կանգ չի I see առնելու։ acceleration, Ես Pastor տեսնում Cotton. եմ Հովիվ Կարեն գերազանցություն, Acceleration, that's the word of the գերազանցություն, Lord սա for այն you խոսքն է, today. որ Աստված տվել է ձեզ համար այսօր։ That is why I'm so thankful that you are training leaders. Դրա համար ես ինքս էլ շատ շնորհակալ եմ, որ դուք ավակների եք կրթում։ Because in order to plant more churches, in order to extend the work of God, you must train more leaders. Որտեվ եթե ուզում եք Աստծո եկեղեցիները ավելի հիմնադրել եւ ընդարձակել Տիրոջ գործը, ձեզ պետք են կրթված, բանիմաց ավակներ։ In the early 1990s, when I began to work in Ukraine and Russia, 1990-ականների սկզբերում, երբ որ նոր էի սկսել ծառայել Ուկրաինայում եւ And Ռուսաստանում, Belarus and later Բելարուսում Armenia. եւ հետո նաեւ Հայաստանում, I remember that we started planting more and more churches. ես հիշում եմ, որ սկսեցինք հիմնել էլ ավելի եկեղեցիներ։ And one day the bishop of the Pentecostal churches says to me, Walter, we can't plant more churches. We don't have enough pastors. Եվ եպիսկոպոսը հոգեգալստական եկեղեցիներ միության ասեց, «Էլ չեն կարող եկեղեցիներ հիմնել, որտեվ էլ հովիվներ չունենք»։ You have to start a Bible school. Ձեզ պետք է, որ Աստվածաշնչյան I said to him, դպրոցներ that's not սկսեք։ my calling. Ասեցի, բայց դա իմ My կոչումը calling չէ։ is evangelism. Իմ կոչումը My ավետարանելն է։ calling is having conferences. Իմ կոչումը կոնֆերանսներ կազմակերպելն է։ And we do training in the conferences, but it's not a school. Եվ մենք կրթում ենք կոնֆերանսի ընթացքում, բայց ոչ But որպես after դպրոց։ praying about it, there was no choice. Բայց ես տեսա, որ այլ ընտրանք չունենք։ And so we began the Bible school in Kiev. Եվ Կիևում սկսեցինք Աստվածաշնչյան Later, դպրոց։ St. Petersburg, Russia, Հետո and Սանկտ Moscow. Պետերբուրգում, հետո Մոսկվա, Then we moved it to Ռուսաստան, Kharkiv. հետո Խարկևում, And later we began to visit your nation. հետո արդեն ձեր ազգը եկանք։ But you know what? Now I could look back Բայց գիտեք and հիմա, I could երբ see որ the hand of God հետ եմ նայում, տեսնում when եմ Աստծո ձեռքը։ when I see over 700 new churches in the former Soviet Union. Երբ որ տեսնում եմ նախկին Սովետ միության երկրներում 700-ից ավելի նոր եկեղեցիներ It's կան։ not the work of a man. Դա մարդու ձեռքի It's գործ the չէ։ work of the Holy Դա Spirit. Սուրբ Հոգու գործն է։ Hallelujah. I can continue speaking about the other signs of the end times, but I want to jump to a very important one. Ես կարող եմ վերջին օրերի մասին նշաններ էլի ներկայացնել, բայց ուզում եմ անցնել ամենակարևորին։ And that's in Matthew 24:14. Դա Մատթեոս 24-ի 4-ն է։ Jesus said when he was talking about the end times, and Երբ this որ gospel, Հիսուսը խոսում էր վերջի օրերի մասին, նա ասաց. this gospel of the kingdom shall be preached in all the world for witness unto all nations, and then shall the end come. Ավետարանի այս խոսքը կքարոզվի ամբողջ աշխարհում եւ հետո կգա վերջը։ I know that we often look at Israel as a prophetic clock. Գիտեմ, որ մենք հաճախ նայում ենք Իսրայելին որպես մարգարեական ժամացույց։ And certainly it is. Եվ իրականում այդպես էլ But կա։ there's something that many people ignore, Բայց կան որոշ բաներ, որ շատ մարդիկ and անտեսում that են։ is this very thing that Jesus said right here. Եվ դա հենց այն է, ինչ որ Հիսուսը այստեղ ասաց։ So if you want Jesus to return sooner, Եվ եթե դու ուզում ես, որ Հիսուսը ավելի շուտ preach the վերադառնա, gospel more. ավետարանը ավելի շատ քարոզիր։ Hallelujah. Հալելույա։ Amen. You know,
I love mass evangelistic campaigns. Գիտեք, ես շատ եմ սիրում բազմամարդ բացօթյա That ավետարանչական was my life արշավները։ for many years. Շատ տարիներ իմ կյանքը հենց այդպես է In ընթացել։ Africa and Latin America. Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում։ But you know what? Բայց գիտեք, If you just take 12 persons եթե դու ընդամենը վերցնես 12 and you մարդկանց disciple them եւ աշակերտես նրանց and you train them to be evangelists, to win others for Jesus. եւ կրթես այնպես, որ նրանք ավետարանչություն անեն, այլ հոգիներ շահեն։ And those 12 win just one soul in 1 year. Եվ այդ 12-ը մեկ տարվա մեջ ամեն մեկը մեկ հոգի շահի։ That's not too difficult, is it? Դա այդքան էլ դժվար բան չի, չէ՞։ And then you train that person you want to Jesus to do the same. Եվ դու այդ մեկ հոգուն էլ կրթես նույն ձևով, որ ինքն էլ այդպես So վարվի։ from 12 you go to 24. 12-ից հասնում ես 24։ The next year you go to 48. Հաջորդ տարի արդեն 48 ես հասնում։ Well, let's just change the math a little bit to make it easier. Let's say 50. Որպեսզի մաթեմատիկան հեշտացնենք, կլորացնենք 50 ասենք։ The next year you have 100. Մյուս տարի արդեն 100 հոգիներ This is not a կլինեն։ mass evangelistic crusade. Եվ ես չեմ խոսում այդ մեծամասշտաբ We're talking about ավետարանչության մասին, I'm sorry. խոսում եմ անհատական ավետարանչության Individuals մասին։ evangelizing. Անհատների I worked for ավետարանչություն։ several years in Brazil. Մի քանի տարի Բրազիլիայում եմ I ծառայել։ love Brazil and I love the Brazilian Շատ people. եմ սիրում Բրազիլիան եւ բրազիլացիներին։ They praise God like the Armenian people Նրանք Աստծուն փառաբանում են հայերի պես, with a loud voice, բարձր ձայներով, all of their heart. իրենց ամբողջ Hallelujah. սրտից։ I love Հալելույա։ that. Ես շատ եմ սիրում դա։ And I remember one pastor apologizing for inviting us to a church that only had 500 people because that was very small in Ես Brazil. հիշում եմ մի հովիվ ներողություն էր խնդրում, որ փոքր եկեղեցի է մեզ հրավիրել ընդամենը 500 հոգանոց Their Բրազիլիայում, churches are very large. որտեղ Բրազիլիայում եկեղեցիները շատ But do մեծամասշտաբ you են։ realize that the growth of the church there has not been primarily from large meetings? Եվ ես հասկացա, որ այնտեղ մարդկանց աճի պատճառը ոչ թե մեծ ժողովներն But էին, it is from individuals of the church going out and այլ evangelizing, going out and անհատական evangelizing. ավետարանչություն, որ եկեղեցու անդամները գնում էին անհատապես ավետարանելու։ So let me go back to my math equation. Եվ հիմա վերադառնամ իմ մաթեմատիկական So we have հաշվարկներին։ 50. 50-ի ենք How many հասել։ years was that? 2 years, right? Երկու տարվա մեջ, չէ՞։ Okay. The next year, what do you have? 100. Հաջորդ տարի արդեն 100 հոգիներ Do են։ you realize Հասկանում ենք, that in approximately 32 years, որ մոտավորապես 32 you can տարվա մեջ evangelize the entire world? դու կարող ես ավետարանել ամբողջ աշխարհը։ You can do it. Դու կարող ես անել You դա։ can evangelize Armenia. Դու կարող ես ավետարանել Հայաստանը, You can evangelize Georgia. կարող ես Վրաստանը And I ավետարանել։ believe you will evangelize Turkey as Ես well. հավատում եմ, որ Թուրքիան էլ կարող եք Azerbaijan. ավետարանել։ Ադրբեջանը կարող եք Even ավետարանել։ Iran. Պարսկաստանը անգամ։ Hallelujah. Hallelujah. With God, all things are possible. Աստծո հետ ամեն բան հնարավոր է։ Christ has called us to preach His gospel. Քրիստոսը մեզ կոչ է անում իր ավետարանը What քարոզել։ is the gospel? Ինչն է It's ավետարանը։ the evangel, in other words. Դա ավետարանն է։ Աստծո խոսքը In բարի other լուրը։ words, is the good news. Բարի լուրը։ The world-changing event that Jesus Christ came into this world. Աշխարհը փոխող իրադարձությունը, երբ Հիսուս Քրիստոսը եկավ այս Lived a աշխարհ, sinless life, died on the cross, ապրեց անմեղ կյանքով, մահացավ խաչի վրա, was resurrected from the dead, մեռելներից հարություն առավ and offers salvation to everyone who believes. եւ փրկություն է առաջարկում յուրաքանչյուրին, ով կհավատա։ John the Baptist said, "Prepare ye the way of the Lord. Հովանես Մկրտիչը ասում է. պատրաստեք Տիրոջ ճանապարհը, Make the path straight." ուղին ուղղեք, ճանապարհը ուղղեք։
Oh, I thank God for the beautiful roads in Armenia now. Ես տեսնում եմ Հայաստանում ինչքան լավն են ճանապարհները You այսօր։ need to thank God every day for those Դուք ամեն օր roads. պետք է Աստծուն շնորհակալ լինեք այս I don't know if you ճանապարհների համար։ remember what they used to be like. Ես չգիտեմ դուք հիշում եք թե ինչպիսին էին դրանք նախկինում։ The only problem Միակ խնդիրը, is that your pastor drives faster որ now. ձեր հովիվը շատ արագ է հիմա ավելի քշում։ And I'm not sure if the I'm not sure if the angels can catch up to him Ու sometimes. վստահ չեմ, հրեշտակները հասցնում են իր հետևից երբեմն։ Pray for your pastor Աղոթեք ձեր հովի համար։ and his wife too. Եվ նաև She's նրա with him in the car. Կնոջ համար, որտեվ կինն էլ կողքին է լինում։ You still love me. Դուք ինձ շարունակում եք, չես իրել։ You'll still invite me. Դեռևս կուզեք ինձ հրավիրել։ You'll still give me a coffee. Դու ինձ դեռ սուրճ կտաս։ Amen. So, when the kings would come someplace in Bible days, old days, Հին օրերում Աստվածաշնչյան ժամանակներում, երբ որ թագավորը ճամփորդում էր ինչ they որտեղ, would send a team ahead to fill those holes so the chariot could go and straighten out bad places. իր արջևից մի խումբ էր գնում, որ ուղում էր, հարթեցնում էր ճանապարհի խորթուբորդ փոսոտ տեղերը, որ կառքը կարողանա սահուն To անցնել, bring high spots down and low places higher. որ բարձր տեղերը հարթեցնեն եւ ցածր տեղերը լցնեն։ Well, John the Baptist said, prepare the way of the Lord. Եվ Հովանես Մկրտիչը ասում է՝ Տիրոջ ճանապարհը պատրաստեք։ Let's get our hearts prepared for God to use us. Մեր սրտերը պատրաստենք, որ Աստված կարողանա օգտագործել մեզ։ When you hear the gospel message, you must make a decision. Երբ որ դու լսում ես ավետարանի լուրը, պետք է որոշում You կայացնես։ cannot just say Jesus was a good teacher or prophet. Դու չես կարող պարզապես ասել, Հիսուսը լավ ուսուցիչ է, լավ մարգարե է։ Either what he said was true or it was false. Նրա ասածը ճիշտ է կամ ասես չէ սխալ է։ Either he was the Son of God or he was not. Համաձայնվեց այո նա Աստծո որդի էր կամ ոչ Աստծո You որդի չէ։ must make a decision to accept or reject that Jesus Christ truly came into this Դու world. պետք է մեկ որոշում կայացնես, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին էր եւ եկավ քո փրկության համար։ You can change your ways to accept the King, Դու կարող ես փոխել քո ճանապարհները թագավորին ընդունելու համար, if you do not. բայց եթե One չանես, day you will meet him as your judge. մեկ օր նրան հանդիպելու ես որպես քո դատավոր։ And if you are watching online, as some of you are, Եվ եթե դուք հետևում եք on-line հարթակից, որոշներդ գիտեմ, and հետևում you եք, do not yet know Jesus Christ as your Lord and Savior, եւ Հիսուսին դեռևս չեք ընդունել ձեր կյանքում որպես Տեր եւ Փրկիչ, I want to say to you, ես ուզում եմ ձեզ Jesus ասել, loves you Հիսուսը սիրում է ձեզ and he wants to change your life. եւ ուզում է փոխել ձեր He կյանքը, wants to save you ուզում է փրկել ձեզ and he can do it right now. եւ կարող է հենց հիմա If անել you դա։ will invite him into your life, Եթե նրան հրավիրեք ձեր կյանք, if you will simply admit that you are a sinner in need of salvation եթե պարզապես ընդունեք, որ մեղավոր մեկն եք, ով կարիք ունի փրկության, and believe that Jesus died for you on the cross and paid for your sins, եւ հավատաք, որ Հիսուսը խաչի վրա ձեզ համար մահացավ եւ ձեր մեղքի վարձքը if you վճարեց։ invite him into your life, he will come in right now. Եթե նրան հրավիրեք ձեր կյանք, նա հենց հիմա կգա։ Jesus said, I am the way, the truth, and the life. Հիսուսն ասաց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ And he also said, no one comes to the Father except through me. Եվ նաեւ ասեց, ոչ մեկ հոր մոտ չի գա, եթե ոչ ինձնով։ There are not 2 ways or 3 ways or 4 ways. Չկա երկու ճանապարհ, երեք ճանապարհ կամ 4 There is only ճանապարհ։ one path, and that's through Jesus Միայն Christ. մեկ ճանապարհ կա եւ դա Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Make that decision right now Կայացրու այդ որոշումը հիմա and receive Christ as your Lord and եւ Savior. ընդունիր Հիսուսին որպես քո Տերը եւ You will Փրկիչը։ never ever regret it. Դու երբևէ չես փոշմանի։ If we love people, Եթե մենք սիրում we ենք will tell մարդկանց, them the truth about Jesus. մենք կպատմենք նրանց Հիսուսի մասին ճշմարտությունը։ The nation of Korea had no Christians
until the year 1866. 1866 թվականը մինչև Կորեան չուներ քրիստոնեություն, մոտավոր այդ ժամանակները։ 8,000 Catholics that were there were killed. 8000 կաթոլիկներ կային այնտեղ, ում որ սպանեցին։ But there was a missionary by the name of Robert Thomas Robert- from Wales, the United Kingdom. Ռոբերտ Թոմաս անունով մի ավետ միսիոներ կար Միացյալ Թագավորություններից Վելսից։ He had a burden for Korea. Եվ ինքը սիրտ ուներ Կորեայի You see, համար։ when God calls you, He puts a burden, He puts a desire in Գիտես, you. երբ որ Աստված կանչում է քեզ, քո սրտի մեջ ծանրություն է դնում, ինչ որ հարց է դնում։ He spent a few months there on his first journey. Առաջին ճամփորդության ընթացքում մի քանի ամիս մնում է այնտեղ։ He went back to his country and he decided to go back. Հետ է վերադառնում իր երկիր, բայց հետո որոշում է նորից յետ He գնալ։ could not get anybody to take him there. Ոչ մեկի չի գտնում, ով իրեն կանցնի, կտանի այդ Finally, երկիրը։ he convinced a captain of a merchant ship Վերջապես համոզում է ինչ որ մի առևտրական նավի նավապետին, to take him to Korea որ իրեն տանի նավով Կորեա։ by telling him you could open trade with the Koreans. This could be a whole business venture for Եվ you. նրան ասում է, որ դու այնտեղ կարող ես անգամ առևտուր անել կորեացիների հետ, քո իրերը նրանց ցույց But the տալ։ Koreans were hostile to foreigners. Բայց կորեացիները շատ դաժան էին վարվում օտարականների հետ։ The ship was armed, but when they arrived to port, the Koreans began to shoot at them. Երբ որ նավը հասնում է նավահանգիստ, կորեացիները սկսում են կրակել նավի And ուղղությամբ։ everyone was killed. Եվ բոլորը սպանվում են։ Thomas brought many Bibles with him. Թոմասը իր հետ շատ աստվածաշնչեր էր բերել նավով։ And as this was happening, he began to throw books or the Bibles at the people. Եվ այս իրավիճակի մեջ նա սկսում է աստվածաշնչերը շպրտել դեպի կրակող մարդկանց The ուղղությամբ։ Korean soldiers think, what's this man crazy? Instead of shooting a gun, he's throwing books at us. Կորեացի զինվորները ասում են, «Էս ինչ խելագար մարդ է, փոխանակ կրակելու մեզ վրա, գրքեր է շպրտում մեզ He վրա»։ so wanted to share the gospel with them. Նա այնքան շատ էր ուզում ավետարանը He կիսվել said, նրանց if հետ։ I die, I will die bringing the gospel to them. Ասում է, եթե մեռնեմ, ավետարանը նրանց հասցնելով կմեռնեմ։ And he died. Եվ մահանում է։ Well, some of these Bibles were taken, and among them was an officer who took these Bibles and he used them for wallpaper. Եվ որոշ զինվորներ վերցնում են այդ գրքերից եւ զինվորներից մեկը տանում է եւ գրքի էջերը օգտագործում է որպես պատի պաստառ։ And people would walk in his office and they would start reading these Եվ scriptures. մարդիկ մտնում էին նրա գրասենյակ եւ ինքնաբերաբար սկսում էին կարդալ Աստծո խոսքերը։ And they began to get saved. Եվ դրա շնորհիվ սկսում էին փրկվել։ And a small Christian community began to develop. Եւ փոքր քրիստոնեական համայնք է ձևավորվում։ Then came the Korean War. Հետո կորեական պատերազմն է սկսվում։ But in 1950, there were only 2% Christians in the population. 1950 թվականին ընդամենը 2%-ն էր բնակչության քրիստոնյա։ But today, the largest church in the world is in South Korea Բայց with over այսօր- 1 million members. Այսօր աշխարհի ամենամեծ եկեղեցին Կորեայում է մոտավորապես 1 միլիոն անդամով։ Robert Thomas, the missionary, he lost his life. He was a martyr. Ռոբերտ Թոմասը միսիոները կորցրեց իր կյանքը, նահատակվեց։ But the seeds he planted were not in vain. Բայց այն սերմերը, որ ցանեց, իզուր չանցան։ I know I've gone to Siberia in Russia. Ես գնացել եմ Սիբիր, And Ռուսաստան։ places where pastors had lost their lives for the gospel. Այնպիսի վայրերում եմ եղել, որտեղ հովիվները հանուն ավետարանի կյանք են Their կորցրել։ children later went and preached the gospel and started churches. Ավելի ուշ նրանց զավակները այդ նույն վայրերում ավետարան են քարոզել։
You need to be thankful that you have the Word of God in your language. Դուք պետք է շնորհակալ լինեք, որ ձեր լեզվով Աստվածաշունչ ունեք։ William Tyndale was martyred for the gospel, William for the Bible, Tyndale printing the Bible. նահատակվել է ավետարան փոխանցելու պատճառով։ He wanted so much for there to be a Bible in the English language. Նա այնքան շատ էր ուզում, որ անգլերեն լեզվով Աստվածաշունչ լինի։ And this went against the king, and it went against what they believed. They did not want at that point the Bible in English. Եվ դա դեմ էր թագավորին եւ այն օրենքներին, որը այդ ժամանակներում տիրում էր, Աստվածաշունչը չէին ուզում And անգլերենով։ for translating the Bible into the English language, they killed him and burned him on a stake. Եվ քանի որ նա թարգմանել էր Աստվածաշունչը անգլերեն, նրան սպանեցին եւ փայտի վրա այրեցին։ But as he was dying, Բայց մեռնելու պահին he was praying, God, open the eyes of the king. աղոթում էր. Տեր, բացիր թագավորի աչքերը։ And God answered that Եվ prayer. Աստված պատասխանեց այդ And not աղոթքին։ long after, Եվ դրանից քիչ ժամանակ անց King James commissioned the authorized King James Bible, which is our original Թագավոր English Ջեյմսը Bible. Հակոբը ապաշխարեց եւ ինքը արդեն տվեց Աստվածաշունչը, որ այսօր հայտնի է King James անունով։ It was printed in the year 1611. 1611 թվականին է առաջին Over տպագրությունը եղել։ over 400 years ago. 400 տարի առաջ էր։ Since that time, over 1 billion, 1,000 million, over 1 billion Bibles have been printed and sold. Եվ այդ ժամանակվանից սկսած մինչև այսօր 1 միլիարդ օրինակ տպագրվել է այդ թարգմանության։ Today the Bible is in about 2,500 languages, perhaps even more now. Այսօր Աստվածաշունչը թարգմանված է 2500 կամ ավելի լեզուներով։ About 100 million are sold annually around the world. Տարեկան ամբողջ աշխարհում 100 միլիոն տարբերակ վաճառվում է։ In the United States, we calculate that about 20 million. I don't know now because of downloads. Միացյալ Նահանգներում հաշվում են 20 միլիոն, բայց նաև չեն հաշվում այն տարբերակները, որոնք հեռախոսի մեջ են ներբեռնվում։ This book with approximately 1,000 pages Այդ գիրքը մոտավորապես 1000 էջ in the Old Testament հին ուխտը and 300 pages in the New եւ Testament, 300 էջ նոր ուխտը։ depending on the language and translation, Կախված ինչ լեզվով ես թարգմանում եւ ինչպես ես has թարգմանում։ transformed lives and nations. Այս գիրքը փոխում է ազգեր եւ երկրներ։ So value your Bible. Գնահատեք ձեր I remember Աստվածաշունչը։ speaking with Pastor Cotton's father, Pastor Nodar. Հիշում եմ խոսում էի Հովիվ Կարենի հոր հետ, Հովիվ Նոդարի հետ։ And he would tell me how that at night he would go over a river to take Bibles, to take and go and preach the gospel. Եվ հիշում եմ իր պատմությունը, ինչպես էր ասում, որ գիշերով գետը անցնում էր Աստվածաշունչերը բարձր պահած, որ անցկացնի մարդկանց During the հասցնի։ times of Soviet repression, a Bible was so cherished that people would sell a cow to get a Bible. Սովետական ճնշումների ժամանակ Աստվածաշունչը այնքան արտարոց եւ թանկարժեք էր, որ մարդիկ կյանք էին տալիս դա փոխանցելիս։ So God has given us the tools. Աստված մեզ գործիքներ է տվել։ We have the printed Bible. Մենք ունենք We տպագրված have the Աստվածաշունչ։ download Bible in many different translations. Մենք ներբեռնելու Աստվածաշունչեր ունենք տարբեր լեզուներով։ But as Paul had put all of his trust in God, Եվ Պողոսը իր ամբողջ վստահությունը we must Տիրոջ put վրա our է դրել։ trust in him and in his word. Մենք էլ պետք է մեր վստահությունը նրա վրա եւ նրա խոսքի վրա The դնենք։ word of God must be in our daily, everyday life. Աստծո խոսքը պետք է մեր ամեն օրվա կյանքը լինի։ We are called to seek first the kingdom of God. Մենք կոչված ենք նախ Աստծո արքայությունը փնտրելու։ We are called to steer the gift of God in us. Մենք կոչված ենք, որ Աստծո պարգևները մեր ներսում փնտրենք։ We are called to serve the Lord with all of our heart, Մենք կոչված ենք Տիրոջը ծառայելու մեր ամբողջ սրտով, living in his presence. ապրելով նրա ներկայության մեջ։
We need to learn to operate in the power of God. Մենք պետք է սովորենք գործել Աստծո զորությունով։ Jesus said in Acts 1:8, and you shall receive power after the Holy Spirit has come upon you. Գործք 1:8-ում Հիսուսն ասեց դուք զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգին կիջնի ձեզ And վրա։ you shall be witnesses unto me Եվ իմ վկաները in կդառնաք։ Judea and Samaria and unto the uttermost parts of the earth. Հրեաստանում, Սամարիայում եւ մինչև աշխարհի ծայրերը։ The Holy Spirit was given to us not just to feel good Սուրբ Հոգին մեզ տրված է ոչ թե որ մենք պարզապես լավ or զգանք to մեզ, have a wonderful service. որ մենք լավ ծառայություններ ունենանք։ The Holy Spirit was given to empower us Սուրբ Հոգին տրված է որ to be մեզ զորացնի, witnesses for Jesus Christ, որ վկաները դառնանք to Հիսուս spread the Քրիստոսի, evangel, the good news of Jesus որ Christ. ավետարանը Հիսուս Քրիստոսի բարի լուրը տարածենք։ And we need the gifts of the Holy Spirit confirming with signs and wonders the preaching of the word as the early church Եվ had. մենք կարիք ունենք Սուրբ Հոգին, որպեսզի հաստատի մեր խոսքերը, ինչպես որ առաջի դարի եկեղեցում էր լինում։ Jesus said in John 14:12, these works that I do, you will do also. Հովանու 14:12-ում Հիսուսն ասում է այն գործերը, որ ես անում եմ, դուք էլ եք անելու։ In Mark chapter 16, after the Great Commission, Մարկոս 16-ի մեջ, երբ որ Հիսուսը մեծ it says հանձնարարականը they went տվեց, everywhere preaching, ասում է եւ նրանք գնացին ամեն ուրեք the ավետարանելով։ Lord working with them Եվ Տերը նրանց հետ գործում էր and confirming His word եւ հաստատում էր իր խոսքը with signs that follow. նշաններով, որոնք հետևում են։ Preach His word Քարոզիր նրա and խոսքը signs will follow. եւ նշանները կհետևեն։ Do not quench the Holy Spirit. Մի մարիր Սուրբ Allow Հոգին։ Him to work in your Թույլ life. տուր, որ այն գործի քո Allow կյանքում։ Him to lead you and guide Թույլ you. տուր, որ քեզ տանի եւ առաջնորդի։ And allow the power gifts of the Holy Spirit to manifest. Եվ թույլ տուր, որ Սուրբ Հոգու տված զորությունը արտահայտվի։ This world must hear the gospel. Այս աշխարհը պետք է լսի The ավետարանը։ gospel confirmed with signs and Այն wonders. ավետարանը, որ հաստատվում է նշաններով եւ հրաշքներով։ So you and I are called. Եվ դու ես կանչված ենք։ Just like Paul said, I am a debtor. Ինչպես Պողոսը ասեց, ես պարտք եմ։ He who was the persecutor of the church was now one of the greatest apostles. Նա, ով նախկինում հալածում էր եկեղեցին, դարձավ առաքյալներից մեծագույնը։ But he felt this debt that he could not pay. Եվ զգում էր այդ պարտքի զգացողությունը, որ չէր կարողանում So վճարել։ thankful and grateful that God saved him. Այնքան շնորհակալ ու երախտապարտ էր, որ Աստված փրկել էր իրեն։ So much so that he said, all my accomplishments, they are like nothing. Որ իր բոլոր ձեռքբերումները համարում էր ոչ մի բան, It was to know Jesus that he valued. այլ Հիսուսին ճանաչելն էր And so he արժեքավորում։ said, I'm a debtor Եվ նա ասում էր, ես to the Gentiles and to the Jews. պարտք եմ եւ հեթանոսներին, To եւ preach the հրեաներին gospel. ավետարանը And he քարոզելու։ said, as much as in me, I am ready. Եվ ասում էր, որքան ինձնից է կախված, ես պատրաստ եմ։ Are you ready? Դու պատրաստ ես։ A group of you went through the special training. Ձեզնից մի խումբ անցել է հատուկ կրթությամբ։ That was to help prepare you. Եվ դա օգնություն էր ձեր But now it's նախապատրաստման time to համար։ put it to use. Բայց հիմա ժամանակն է, որ սկսեք գործածելը։ I remember, and with this I'm about to close, but I remember a brother, a good friend. Ես ասելով կավարտեմ, արդեն հիշում եմ մի եղբոր, ով լավ ընկեր է։ He was our Bible school student in our first Bible school in Kiev. Նա Կիևի մեր առաջին աստվածաշնչյան դպրոցում էր։ And Igor used to be a Soviet pilot. Եվ Իգորը սովետական միության ժամանակ օթաչու էր։ He used to fly those big bomber airplanes. Մեծ օթանավեր էր վարում։ But he got saved. Փրկվում է, And when the Soviet Union collapsed, he returned to Ukraine. երբ որ սովետ միությունը փլուզվում է, վերադառնում է Ուկրաինա։ And he came to our Bible school. Եվ եկել էր մեր աստվածաշնչյան դպրոց։ And God
dealt with his heart and said, you need to go back to your city you're from and start a church. Եվ Աստված նրա սրտի հետ գործել էր եւ ասել էր՝ «Պիտի վերադառնաս քո հայրենի քաղաքը եւ այնտեղ եկեղեցի And հիմնես»։ he went there. Նա գնացել էր And I այնտեղ։ was back in Kiev. Ես էլ Կիևում էի And we were having special training meetings with bishops. եւ մենք հովիվների առաջնորդների հետ մեծ ժողով ունեինք։ And he called me, Walter, could you come and preach in the crusade? We're going to have a crusade here. Եվ այդ ընթացքում զանգեց ինձ ասեց՝ «Վոլտեր, կարող ես գալ, մեծ ավետարանչություն են I կազմակերպել, said, դու էլ I'd love կարող ես»։ to, but I can't. Ասեցի՝ «Շատ կուզենամ, բայց չեմ But you կարող»։ have this brother and that brother with you. Can one of them come? Բայց այս կամ այն եղբայրը, որ ինձ հետ են, նրանք I միգուցե said, գան։ Igor, I cannot let them go. Իգորը առաջարկեց, ասեցի But նրանց էլ it's չեմ time կարող for թողնել։ you to put into practice what you learned. Բայց ժամանակն է, որպեսզի դու գործածես այն, ինչը սովորել ես։ He says, I thought so. Ասեց, ես էլ էի այդպես կարծում։ Later he told me what happened. Հետո նա արդեն պատմում է ինչ է He եղել։ said, I did not have much help. Ասում է, ես շատ օգնություն չունեի, I had to sing. ես ինքս պետք է I had to երգեի, preach. ես ինքս պետք է քարոզեի, But many people got saved. բայց շատ մարդիկ And I started փրկվեցին the church. եւ եկեղեցի And հիմնվեց։ we helped them buy an old theater to have the church there. Եվ հետո մենք օգնեցինք նրանց, որ հին կինոյի տունը գնեն եւ եկեղեցի որպես օգտագործեն։ But what Igor had not told me before, Բայց Իգորը մի բան կար, որ ինձ չէր that he պատմել, had a reputation in his city. որ այդ քաղաքում նա ինչ որ մի համբավ ուներ։ When he was growing up, Երբ որ մեծանում էր, he liked to fight կռվարար էր and he եղել liked to drink. եւ խմող է եղել։ And so when he made announcements, he's going to preach the gospel. Ու երբ որ հայտարարություն է տարածում, որ ինքը պիտի ավետարանը քարոզի, Most of the town came to see it because they could not believe քաղաքի it. մեծ մասը եկել էր, որ տեսներ, որտեվ չէին հավատում։ And they got saved. Many got saved. Եվ շատերը այդպես փրկվում են։ Hallelujah. Հալելույա։ So don't look at your past. Մի նայիր քո անցյալին։ You are redeemed by the blood of the Դու Lamb. փրկագնված ես You are a գառանարյունով։ new creation in Jesus. Դու Հիսուս Քրիստոսի մեջ սուրբ ես։ You may have a past like Igor's. Դու հնարավոր է Իգորի պես անցյալ ունես։ You may have a different past. Տարբեր անցյալ But ունես։ you are no longer a sinner. Բայց դու այլևս մեղավոր You չես։ are a saint now Դու հիմա սուրբ ես։ because you have been redeemed by the blood of Jesus Որովհետև Christ. փրկագնվել ես Հիսուս Քրիստոսի Now is արյունով։ the time Հիմա է to go ժամանակը forward, առաջ to գնալու։ evangelize Armenia, Ավետարանելու to Հայաստանը, evangelize Georgia, Վրաստանը, to evangelize Turkey, Թուրքիան, Iran, Իրանը, Azerbaijan, Ադրբեջանը and other nations. եւ այլ ազգերը։ Hallelujah. Հալելույա։